2026-ն ընտրական տարի է, հետևաբար քաղաքական իրադարձությունների պակաս վստահաբար չի զգացվի։ Եվ ինչ քաղաքական հաղորդումների սպասի հանրայինի հեռուստադիտողը մենք կպարզենք հենց հիմա։ Մեր հյուրերն են քաղաքական հաղորդումների ղեկավար պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը եւ լրագրող հաղորդավարուհի Տաթև Դանիելյանը։ Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում։ Միանգամից առիթ օգտագործենք եւ շնորհավորենք ձեզ սիրելի Տաթև կանանց միջազգային օրվա կապակցությամբ ու մաղթենք լավագույնը։ Շնորհակալ եմ, ես էլ ինայնով շնորհավորում եւ մեր բոլոր կանանց, ովքեր հիմա մեզ դիտում են։ Ես ուզում եմ, որ բոլորը լինեն համարձակ եւ կարողանան իրացնել իրենց իրավունքները շատ ակտիվորեն։ Պարոն Ղազարյան, մինչև կհնչի հարցը, հնարավորություն տանք ձեր բարմաղթանք հասցնելու բոլոր կանանց ու աղջիկներին։ Կանանց մաղթանք երջանկություն, դա ամենակարևոր բանն է, եւ խաղաղություն, հաշվի առնելով ինչա կատարվում աշխարհում եւ տարածաշրջանում, այդ երևի ավելի կարևոր է, քան երջանկությունը։ Այդտեղից կբխի երջանկությունը խաղաղությունից։ Շատ լավ։ Ինչ քաղաքական նախագծերով է հանդես գալու հանրայինը նոր եթերաշրջանում։ Քանի որ մարտի 8 է, Տաթևիկը կներկայացնի։ Խնդրեմ։ Մենք պահպանելու ենք մեր բոլոր նախագծերը, որոնք արդեն ունենք, այսինքն մեծ բանավեճը, հանրային քննարկումը, Պետրոս Ղազարյանի հարցազրույցները, Աննա Դանիելյանի հարցազրույցները, չքաղաքականացնել հաղորդումը Մհեր Խաչատրյանի եւ քանի որ ինչպես արդեն ասացիք, տարին նախընտրական է, մեր գլխավոր շեշտը դնելու ենք նախընտրական բանավեճերի վրա։ Օրենքով նախատեսված է, որ մենք պարտադիր պետք է անցկացնենք, բայց իհարկե բացի օրենքի պահանջից մենք ամբողջ նախընտրական շրջանում անցկացնելու ենք բանավեճեր։ Մայիսի 3-ին արդեն պարզ կլինեն, թե որ քաղաքական ուժերն են գրանցվել, որ մասնակցեն։ Մայիսի 8-ին կմեկնարկի քարոզարշավը եւ ենթադրվում է, որ տարբեր թեմաների շուրջ մենք կունենանք բանավեճեր քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Իսկ քաղաքական երկխոսությունները, բանավեճերը արդյոք մեր հասարակությունում կայացել են, մշակույթը կայացել է թե ոչ։ Ցավոք ոչ։ Եվ մենք ամեն շաբաթ ենք բանավեճ անում ու տեսնում ենք, թե ինչքան ագրեսիվ են երբեմն մարդիկ դրամադրված, շատ հաճախ խոսում են ոչ թե գաղափարների շուրջ, այլ անձերը իրար են վիրավորում, թիրախավորում են իրար, բայց պետք է ասեմ, որ դա չի նշանակում, որ պետք է բանավեճ ընդհանրապես չանել, ինչքան շատ ենք անում, այնքան զգում ենք, որ մի փոքր դանդաղ քայլերով, բայց առաջ ենք գնում եւ որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ նկատելի են։ Մենք Տաթևից լսեցինք պատասխաններ, պարոն Ղազարյան, կապված նախընտրական քարոզարշավների հետ, բայց ձեր մասով դուք ինչ կավելացնեք եւ ինչ կարեւոր գործեր կան առջեւ այս մասով։ Տեսեք, օրենքով մենք բոլոր ուժերը, որոնք մասնակցելու են, իսկ դրանք մինչև 20 կարող է հասնեն, պետք է 3 անգամ հնարավորություն ունենան մասնակցելու բանավեճին հանրայինի եթերում։ Մեկ անգամ առաջի համարներով, հետո արդեն հանրայինը պետք է որոշի ինչ չափորոշով առաջի տասնյակում, առաջի հնգյակում, ինչ-որ ձևով, հա։ Բայց եթե ասենք 20 ուժ մասնակցի, բնականաբար 20 ուժով, 20 հոգով բանավեճը դա ռացիոնալ եւ էֆեկտիվ չի, որովհետեւ մեծ է վտանգը, որ 20 հոգին կկորի, հա, աղմուկ, աղաղակ, հերթով խոսալ եւ 20 հոգին շատ է եւ հնարավոր է, որ մենք ասենք 3-ի տեղ անենք 6, 4 կամ ավել, անկախ նրանից կապված նրանից թե քանի ուժ կմասնակցի, որպեսզի մեր խնդիրը ինքնանպատակ չի, որ կան եւ բանավեճ լինի եւ ասենք մենք օրենքի կետը կատարեցինք, այլ որպեսզի ծրագրերային քննարկումներ լինի եւ մարդիկ փորձեն դրա արդյունքում ավելի adekvat որոշումներ կատարեն, ավելի գիտակցված, ավելի մարդկանց ուժերի ծրագրերը, չգիտեմ, խոստումները ավելի ճիշտ կարողան համատության մեջ գնահատեն, բանավեճի իմաստը դա է։ Եվ դրա համար կարող է եւ ավելանա, լինի 6 բանավեճ, այդտեղ մի խնդիր կա, որովհետեւ եթե 20 հոգի են եւ ասենք մի ֆորմատում պետքա լիդերը լինի, միայն առաջի համարը դուք պատկերացեք 20 առաջի համար, դա նույնպես մի քիչ ճիշտ չի, անցած ընտրություններին էլ տենց եղավ, մենք կիսեցինք, ունե 10-10, ասենք 5-ը 5-ի դեմ, բայց այդտեղ էլի խնդիր կա, որովհետև մեծ մասը ցանկանում է բանավիճել իշխող ուժի առաջի դեմքի հետ, դա բնական է, որովհետև նրանք են պատասխանատու այս տարիների քաղաքականության համար, բայց այդպես էլ չի լինի, որովհետև դա նշանակում է, որ նա պետք է եւս մի բանավեճին մասնակցի, եւ այն մյուս բանավեճին մասնակցի։ Դեպքում կմեղադրեմ, որ շատ ժամանակ ենք տրամադրել։ Շատ ժամանակ ենք տվել, դրա համար դա խնդիր է,
որ պետք է լուծենք, բայց այդ ամեն ինչի լուծումը, գծագրումը, հասկանալը կսկսվի, երբ որ մենք վերջնական իմանանք, թե քանի տեխնացու կա։ Այսինքն ամեն ինչ կախված է մասնակիցների քանակից։ Եթե քիչ լինեն, շատ ավելի լավ, ավելի լսելի կլինի նրանց ձայնը, եթե շատ լինեն, էլի վիճակահանությամբ պետք է բաժանենք ինչ-որ մասերի, էլի։ Ձեզ հաճախ մեղադրում են այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատներին եթեր չտրամադրելու համար։ Արդյոք մտավախությունները տեղին են։ Դե նախընտրականը մի քիչ ուրիշ է։ Այնտեղ գրանցված են, ասենք, X թվով տեխնացուներ եւ բոլորը պետք է հավասար լինեն։ Այնտեղ մաթեմատիկա է, պետք է գան պատմեն իրենց ծրագրերի մասին։ Մենք այդտեղ մոդերատորի դերում ենք ավելի շատ, քան լրագրողական, որովհետեւ հիմա մենք կարանք ընտրենք, այս մարդուն չենք ուզում կանչենք, այս մարդուն ուզում ենք կանչենք, որովհետեւ գտնում ենք, որ այս մարդը ավելի հետաքրքիր է հասարակության այս ուժը, քան այս ուժը։ Դա մեր հայցողությանն է թողած, դրա համար էլ ով դուրս է մնում, սկսում է բողոքել, որ իր մեգա մտքերը մարդիկ չեն կարողանում հանրայինով լսել։ Բայց Ընտրաշավում մի քիչ ուրիշ է։ Ընտրաշավում, ասենք, կա 20 ուժ, մենք պետք է 20 ուժին ընտրաշավի ժամանակ ամեն օր մեկին հրավիրենք եթեր հավասար։ Հա, բանավեճի ժամանակ հավասար հրավիրենք եթեր, հավասար ժամանակ տրամադրենք եւ հավասար հնարավորություններ տրամադրենք։ Այդտեղ մեր ֆունկցիան ավարտվում է։ ես ուզում եմ ասել, որ այն ուժերը, որոնք մեզ հաճախ մեղադրում են, որ այնց եթեր չենք տրամադրում, հատկապես բանավեճի ձևաչափով մենք բազմիցս հրավիրում ենք նրանք մերժում են տարբեր պատճառներով ու հետո հրապարակում են, որ մեզ չեն կանչում, իրենց պայմաններն են սկսում թելադրել, ասենք ուզում ենք ուղիղ եթեր, ուզում ենք լինել միայն մենք, այդպես չի լինում, էլի, այսինքն դու չես կարող պատվիրողը լինել։ Դու հրավիրվում ես որևէ ձևաչափով քո մտքերը արտահայտելու համար եւ եթե դու համարձակ ես բավականաչափ եւ եթե դու ասելիք ունես, դու կարող ես գալ նաեւ բանավեճին, չվախենալ քո տեսակետին հակառակ տեսակետ լսել։ Իսկ այդ բողոքողները շատ հաճախ ես չեմ ուզում անուններ տալ, որպեսզի չթիրախավորեմ, բայց ցանկ կարող եմ ներկայացնել, թե ինչքան ուժերի ենք կանչում եւ ինչ պատճառաբանությամբ են նրանք մերժում։ Այս մասով բավական տեղեկություն ստացանք մենք, բայց հետաքրքիր է նոր եթերաշրջանում կունենան քաղաքական հաղորդումները, նոր տաղավարներ, տեխնիկապես կվերազինվեն, թե ոչ, մի փոքր այս մասով հետագա ձեր ծրագրերի մասին ինչ կասեք։ Գիտեք ոնց, քաղաքական քննարկումները եւ հարցազրույցները իրանք շատ պահպանողական են։ Եթե տաղավարը չի մաշվի բարեապես, նա կարող 20 տարի լինի, որովհետեւ ավելի ճիշտ է որ մարդիկ սովորեն այդ լույսային գամմային, քան դու հնարավորություն ունես եւ մոդեռնիզացիա ինչ-որ փոխես, մի անգամ լավը կստացվի, մի անգամ վատը կստացվի, բայց 2 տարին մեկ փոխես։ Դրա համար տաղավարային փոփոխության խնդիր մենք չունենք, ընդհակառակ մեր տաղավարները հնարավորություն են տալիս լիարժեք բովանդակային առումով բացել քննարկումները։ Դրա համար փոփոխություն մենք չենք անի, մենք գտնում ենք, որ լավագույնը ստացել ենք։ Դե զիննում տեխնիկական զինման տեղ միշտ կա եւ եթե դուք նայեք, մենք ունենք հարցազրույցներ, դեբատներ, այսինքն ողջ ծավալը, որ կա քաղաքական հաղորդումների մեջ, մենք ունենք եւ լիարժեք կանենք։ Հիմա խնդրեմը այս տարի կլինի, որ մենք շատ ենք լինելու, այսինքն առանց դա քիչ չենք, բայց հիմա շատ ենք լինելու, հատկապես մի 30 օր թող մեր քաղաքացիները դիմանան։ Մեր խնդիրը այն է, որ մենք կարողանանք առաջի դեմքերը կան եւ քննարկել ներգրավեն։ Հիմնականում առաջի դեմքերը չեն քննում իրար, չեն գալիս դեմարդեմ, չեն խոսում։ Դա խնդիր է, որովհետեւ մի բան է, որ դու մենակ խոսում ես, մի բան է, որ դու քո լրագրողի հետ նստած խոսում ես, որը հարցեր չի տալիս, մի բան է, երբ որ դիմացդ օպոնենտն է եւ դու կարող ես քո երեսին լսես շատ լուրջ քննադատություն, այդ մշակույթը չկա, հուսանք այս տարի այդ մշակույթը կլինի եւ ընդհանրապես մեր հեռուստադիտողները պետքա չքվեարկեն այն մարդկանց օգտին, ովքեր խուսափում են բանավեճերից եւ քննարկումներից, որովհետեւ եթե դու ունես ծրագրեր, եթե դու ունես լավ մոտեցումներ, դու ինքդ պետք է շահագրգռված լինես, գաս եւ դիմացինիդ էլ համոզես, մարդկանց էլ համոզես, լսես հակա-արգումենտները, դրանք կարևոր են։ Այդ բանավեճը ինչի համար է, որ մարդիկ այդ օրինակ ուժեր կան, որ հիմա արդեն միլիարդավոր դոլարների խոստումներ են տալիս եւ շատ կարևոր է, որ նրանք գան եւ դիմացի օպոնենտը նրանց փորձի հասկանալ այդ միլիարդավոր դոլարները որտեղից են գալու Հայաստան։
Ես մի օրինակ բերեցի, այդ օրինակները շատ են։ Չէ, հիմա խոսում են Հայաստանը հզորացնելու մասին, խաղաղություն տարբեր ձևեր են առաջարկում, արժանապատիվ, սովորական, շատ արժանապատիվ։ Այ գան եւ տեսնենք ինչով է մեկի խաղաղությունը տարբերվում մյուսի արժանապատիվ խաղաղությունից կամ մեկի միլիարդները, որտեղից են գալու մյուսի միլիարդները, այն մյուսի մոտ ինչու միլիարդներ չեն, այլ միլիոններ են։ Եվ այսպես լիքը հարցեր կա, որոնց մասին գալ եւ քննարկելը դա հարգանք է ընտրողի եւ հեռուստադիտողի նկատմամբ, որովհետեւ մարդիկ պետք է լսեն եւ քո կողմնակիցները եւ քո ընդդիմախոսները եւ հատկապես չկողմնորոշված մարդիկ, որոնք միշտ ավելի մեծ անհամեմատ մեծ տոկոս են կազմում։ Թաթև նշեցիք, որ պահանջում են երբեմն ուղիղ եթերում իրականացնել բանավեճերն ու քննարկումները։ Ինչ տեղի կունենա, եթե քաղաքական բանավեճը տեղի ունենա ուղիղ եթերում։ Ոչ թե բանավեճերն են պահանջում ուղիղ եթերում անել, մենք ուղիղ եթերի կազմակերպման փորձել ենք ունեցել եւ նախընտրական բանավեճերը հատկապես դրանք պարտադիր ուղիղ եթերում են լինում։ Նրանք պահանջում են ուղիղ եթեր միայն իրենք լինեն, օրինակ հարցազրույց Պետրոս Ղազարյանի մոտ։ Բայց երբ մենք նրանց կանչում ենք բանավեճից հրաժարվում են։ Այսինքն ինձ համար սա շատ կարևոր ցուցիչ է։ Եթե որպես լրագրողի, եթե քաղաքական ուժը հրաժարվում է բանավիճելուց, այսինքն նա կամ համապատասխան հաստատներ չունի, կամ խոսելու կուլտուրա, մշակույթ չունի եւ հետեւաբար գիտի, որ կոպիտ ասած գալու է եւ բարդվի եւ հիմնականում դա է պատճառը, որ մարդիկ մերժում են։ Եվ գիտեք ինչ կա շատ կարևոր, երբեմն բանավեճի կուլտուրան, ինչպես է խոսքը ձևակերպում, ինչպես է վիրաբերվում դիմացինիդ, ինչպես է քննադատում նրան, ինչպես է լսում քննադատությունը, այդ ունակությունները երբեմն շատ ավելի կարևոր են, ես շատ ավելի բան են ասում այդ գործի մասին, քան դրա բովանդակային նյութը, որովհետև այդ կարևոր է, եթե ես նստեմ ձեր դիմաց եւ ձեզ չհարգեմ, ցույց տամ, որ ես ձեզ չեմ հարգում, ձեզ վիրավորեմ, կոպտեմ, գորգռամ եւ խոսամ բարձր արժեքներից, մարդը միանգամից հասկանում է, որ այդ արժեքները եթե ունես, ինքդ մի հատ կիրառի դիմացինիդ նկատմամբ ցույց տուր, որ դու կարողանում ես հարգել։ Չէ՞ որ հիմա շատերը խոսում են, որ այ պետք է օրինակ խաղաղություն հաստատվի, չէ՞ որ հասարակության մեջ այդ ներվը իր նկատմամբ անհանդուրժողականությունը կորի, չէ՞ ասում են։ Մի հատ արի եւ դիմացինի սեփական օրինակով դիմացինի հետ խոսալուց ցույց տուր այդ ատելության բացակայությունը, փոխադարձ հարգանքը, լսելու ունակությունը դիմացինիդ, չէ՞ որ ամեն մեկի հետևում կանգնած են հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ այդ մեկի նկատմամբ վերաբերմունքը ասոցիացվում է բոլորը նրա կողմնակիցների նկատմամբ քո վերաբերմունքի մեջ։ Այ դրանից են նաև ավելի շատ խոսափում, որովհետև մեր մոտ ցավոք սրտի 30 տարի են ավանդույթն է, որ ինչքան կոպիտ ես խոսում, ինչքան հայախառն ես խոսում, ինչքան չես լսում եւ դիմացինիդ ոչ թե փորձում ես արգումենտների մեջ գտնել ճշմարտությունն էլ ոչնչացնում ես, այնքան դու ավելի արմատական ես եւ ավելի ճիշտ ես։ Գիտեք, այդ սուր մասն էլ կարող է լինել, այո, ասենց բռնել խոսքի վրա, հակադարձել, ինչ որտեղ սարկազմի վերածել, բայց ես շատ կուզեմ, ոնց է Միացյալ Նահանգներում, չէ՞, այդ նախընտրական բանավեճերը շատ մեծ ազդեցություն են ունենում ընտրողների տրամադրությունների վրա եւ ամեն բանավեճից հետո իրենց վարկանիշները փոխվում է։ Այս կուզեմ, որ մեր քաղաքական ուժերը չվախենան, պատրաստական լինեն քննարկելու եւ նաեւ հանրության շրջանում ստեղծվի այդ մշակույթը, որ բանավեճից է կախված ընտրության արդյունքը, որ բանավեճում ով հաղթեց, նրա վարկանիշը ավելի կբարձրանա եւ կարծում եմ քաղաքական ուժերը այնքան պետք է շահագրգռված լինեն դրան մասնակցելու, որ կարողանան նոր ընտրողներ ներգրավել։ Եվ գնալով դեպի ամփոփում, կխնդրեմ, ասեք թիմում համալրումներ սպասվում են, թե չէ, նոր լրագրողներ, ովքեր կզբաղվեն շատ կարևոր աշխատանքով, հաղորդավարներ կամ նոր ծրագրեր, նախագծեր, որոնք քաղաքական են։ Ունենք նման ծրագրեր, թե ոչ։ Մեր թիմում մեկ համալրում է եղել, մեր հաղորդավար Աննա Դանիելյանը բալիկ է ունեցել։ Օ, հրաշալի։ Այլ համալրումներ այս պահին չկան։ Շատ լավ, եւ մեր ամփոփիչ խմբագիր ենք ցանկանում։ Որոնում ենք, եթե դու կաս։ Մեզ մոտ քաղաքական հաղորդումներում շատ կարևոր է կենսագրությունը, որպեսզի մարդը, ասենք օրինակ հիշի, եթե ոչ 90-ականներից, գոնե 2000-ականներից ինչ ա եղել,
որպեսզի նա արագ կարողանա կողմնորոշվի, մտածի, գիտի ով է, հետագիծը գիտի։ Դրա համար մեր կադրերը մի քիչ ավելի դժվար ենք գտնում, քան սովորաբար։ Շատ լավ, ամփոփենք մեր հարցազրույցը ու վստահ լինելով, որ դուք անդադար քաղաքական իրադարձությունների կիզակետում եք, այնուամենայնիվ հասնում եք հետևել հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող մյուս հաղորդումներին եւ գուցե ունեք սիրելի հաղորդում, որ մեզ հետ կկիսվեք։ Մարտի 8-ի արդիվ։ Այս մարտի 9։ Քանի որ ձեր տաղավարում ենք, եկեք ասեմ, որ իմ սիրելի հաղորդումը ձեր հաղորդումն է Առավոտ լուսոն եւ Առավոտ լուսո weekend-ը։ Լսենք ձեզ թե ոչ, պարոն Ղազարյան։ Քանի որ մենք մեր տաղավարում ենք, պարոն Ղազարյան։ Ճիշտն ասեմ, մենք երբեմն միացնում նայում ենք առավոտվա ծրագրերը մինչև այն աշխատանքին անցնելը։ Ես ու առավոտյան արթնանում եմ, նույնիսկ եթե ուշ է լինում, Մոնիտորինգ։ գցում եմ հետ, նայում եմ առավոտը ինչի։ Դե առավոտյան հաղորդումը բարի են, չէ՞, մարդիկ գալիս են, ներվ չկա, պատմում են գրքերից, կինոյից, իրենց համերգներից, իրենց ինչ-որ մշակութային ծրագրերից, այդտեղ ուղեղի պրկում չի ենթադրել, հա, եւ դու կամած սուրճով լսում ես հա այս գիրքը, այն գիրքը շատ լավ է, այս համերգը, այն համերգը, այն կրթական ծրագիրը, այս կրթական ծրագիրը ու արթնանալու համար շատ լավ ֆորմատ է։ Ամենամեծ ու կարևոր գնահատականը այս դեպքում հեռուստադիտողի կողմից։ Շնորհակալություն ձեզ, տոնական օրվա շարունակություն ենք մաղթում։ Մնացեք մեզ հետ, սիրելիներ, սա տոնական առավոտ լուսո weekend է եւ մենք շարունակում ենք մեր ընթացքը։